Բարև ձեզ, սորվա տեղեկատվությամբ առաջինն է եթերում, դուք դիտում եք գլխավոր թողարկումը, թողարկման մասին նախ համառոտ։ Կուտակային կենսաթոշակների օրենքի վերաբերյալ սահմանադրական դատարանի վճիռը։ Օրենքի մի շարք դրույթներ համարվել են հակասահմանադրական։ Բողոքի ցույցեր աշխարհի հայկական համայնքներում։ Ի պաշտպանություն կեսաբահայության Սոֆիային բողոքի ցույց է տեղի ունեցել թուրքական դեսպանատան առջև, իսկ Ավստրիայի Հայդատը մտահոգիչ նամակով դիմել է ԵՀԿ պաշտոնյաներին։ Նախընտրական խոստումներ։ Նախագահի թեկնածուն աջ հատվածի առաջնորդը խոստանում է Ուկրաինային վերադարձնել միջուկային երկրի կարգավիճակը։ Ավերիչ երկրաշարժ Չիլիում։ Ցունամիի վտանգի պատճառով տարհանվել են մի շարք շրջանների բնակիչներ, կան զոհեր։ Ֆրանսիան հայի աչքերով։ Այսպիսի խորագիր է կրում Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում բացված ցուցահանդեսը։ Քայլարշավ Երևանում։ Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։ Եվ այսպես, սահմանադրական դատարանն այսօր սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայցեր ներկայացվել։ Բարձր դատարանի որոշումը մասնավորապես ամրագրել է կենսաթոշակային բարեփոխումները հրատապ են ամբողջ աշխարհում, սակայն դրանք չպետք է սահմանափակեն քաղաքացիների սեփականության իրավունքի լիարժեք իրացումը։ Կուտակային համակարգը լուծում է սոցիալական խնդիրները բոլոր այն երկրներում, որոնց հաջողվել է ճիշտ համադրել բաշխողական, պարտադիր եւ կամավոր կենսաթոշակային բաղադրիչները։ Ելնելով գործի քննության արդյունքներից, սահմանադրական դատարանը որոշել է սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի այն դրույթները, որոնք չեն ապահովում յուրաքանչյուր անձի եւ հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքը եւ հանգեցնում են սեփականության իրավունքի սահմանափակման։ Հակասահմանադրական է ճանաչվել նաև գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթ է, հաշվի առնելով նաև, որ դրան առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում պարտադիր կուտակային վճար կատարողի անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը։ Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրենց իրավասության շրջանակներում կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։ Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված կուտակային բոլոր վճարները։ Իդեպ սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ հավելյալ պարզաբանումների սպասեք անմիջապես այս թողարկման ավարտին։ Հարցազրույցի տաղավարում ես սպասում եմ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։ Մինչ այդ սահմանադրական դատարանի վճռի վերաբերյալ հայտարարություն է տարածել կառավարությունը։ Սահմանադրական դատարանը շեշտել է. 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը։ Միևնույն ժամանակ դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը։ Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացման ուղղված այս արմատական բարեփոխումը, դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում։ Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո, նշված է գործադիրի տարածած հայտարարության մեջ։ Ի պաշտպանություն կեսաբահայության Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան առջև բողոքի ցույց են անցկացրել հայ երիտասարդները։ Նրանք կոչ են արել Միացյալ Նահանգներին ոչ միայն մտահոգություն հայտնել կեսաբում կատարվող ռազմական գործողությունների վերաբերյալ, այլև քննադատել իր դաշնակից Թուրքիայի գործողություններն ուղղված Սիրիայի դեմ։ Թուրքիայի տարածքից կեսապ ներխուժած գրոհայինների գործողություններից տուժել է խաղաբնակչությունը, մասնավորապես կեսաբահայությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնց մեջ եղել են նաև կեսաբահեր, հանդիպել է փոխդեսպանն ու խոստացել հավաքվածների դժգոհությունը փոխանցել իր վերադասին։ Ամենակարևորը Միացյալ Նահանգները դատապարտեն Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ հենց Թուրքիայի սահմանից են հատել այդ ջոկատները Սիրիայի սահմանը։ Մենք այդ ամենին ուշադիր հետևում ենք, կցանկանայի փոխանցել ձեր ազգականներին, որ մենք եւս խնդրով մտահոգ ենք։
Մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ ստեղծված Հալեբ հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը դրամահավաք է նախաձեռնում։ Կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Երևանի տարբեր հատվածներում կտեղադրվեն արկղեր, հատուկ տարբերանշանով, բացվել է նաև հաշվեհամար դրամական փոխանցումների համար։ Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ հավաքված գումարն ամբողջությամբ ուղարկվելու է Լաթակիա, որտեղ ապաստանած քեսապցիները ունեն հենց փողի կարիք։ Միջազգային կազմակերպությունները հագուստ, անկողին, սնունդ արդեն տրամադրել են։ Մեխանիզմը այնպես ենք մշակել, որ ամեն ինչ լինում է թղթապանությամբ եւ ամեն ինչ որ գդարվում է, մենք այդ բոլորի հայտարարությունները լումա առ լումա եւ որ ընտանիքին կացած է, որ ընտանիքը ինչքան ստացած է, որ ընտանիքը ինչի գարիք ունի, մենք այդ բոլորը հոգալու ենք եւ մենք այդ բոլորը ներկայացնելու ենք հանրության, որովհետեւ լինի ամեն ինչ թափանցիկ։ Հիշեցնեմ, որ քեսաբահայերին օգնելու կոչով է աշխարհի հայությանը դիմել Հայաստան համայնքական հիմնադրամը։ Քեսաբահայերին օժանդակելու նպատակով Հայաստանից եւ Սփյուռքից ակնկալվող անհատական նվիրատվությունների, կազմակերպությունների դրամական հանգանակությունների ու փոխանցվող գումարների համար Հայաստան հիմնադրամը հաշվեհամար է բացել Արչին Ինվեստ բանկում։ Բոլոր մանրամասները 3w.հիմնադրամ.am.org համացանցային կայքեջի նորությունների էջում։ Հայդատի Ավստրիայի հանձնախումբը նամակով դիմել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար դեսպան Լամբերտո Զանիերին, նախագահ Դիդիե Բուրքհալտերին եւ ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմիներին, նրանց ուշադրությունը հրավիրելով Քեսաբի վրա կատարված հարձակումների վրա։ Հայդատի անդամները ԵԱՀԿ պաշտոնյաներին խնդրել են օգնություն ցուցաբերել տեղահանված քեսաբահայերին։ Հայությունը հատկապես մտահոգված է, որ ծայրահեղականները հարձակումներն իրականացրել են Թուրքիայի աջակցությամբ։ Թուրքիան օժանդակել է Քեսապ հայկական յուղաքաղաքի ավերիչ գործողություններին եւ երրորդ անգամ ստիպել Քեսապի բնակչությանը լքել իրենց հայրենական հողերն ու տները։ ԵԱՀԿ-ն բարոյական լիազորություն ունի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու եւ բացեիբաց քննադատելու Թուրքիային Քեսապի ավերման համար, նշվում է ԵԱՀԿ պաշտոնյաներին ուղղված նամակում։ ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրքհալտերին կոչ է արվում գործի դնել բոլոր հնարավոր միջոցները, դատապարտելու ԵԱՀԿ մասնակից պետության ագրեսիվ գործողությունները, քննարկել Լաթակիայում ապաստանած քեսապցի գաղթականներին մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև խնդրի լուծմանը ներգրավել ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցով գերագույն հանձնակատարին։ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել Բուլղարիայում։ Սոֆիայում թուրքական դեսպանատան դիմաց հավաքված հայ եւ սիրիական համայնքի ներկայացուցիչներն արտահայտել են իրենց բողոքը Հայաշատ քաղաքում Թուրքիայի ակտիվ օժանդակության եւ մասնակցության դեմ։ Մասնակիցները պարզել են դադարեցրեք թուրքական ագրեսիան Սիրիայում եւ այլ նմանատիպ կոչերով պաստառներ, ինչպես նաեւ ելույթներ ունեցել պահանջելով Թուրքիայից անմիջապես վերջ տալ օժանդակության ահաբեկչական խմբավորումներին։ Իսկ հայ համայնքի առաջնորդական տեղապահը պաշտոնական նամակ է ուղարկել Բուլղարիայի նախագահին, ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին կոչ անելով միջամտել եւ ստիպել Թուրքիային, որ կասեցնի օժանդակությունը ահաբեկիչներին։ Իսկ Լիբանանահայությունը իր աջակցությունը քեսաբահայերին եւ Թուրքիայի դեմ բողոքն արտահայտել է Լիբանանի ողջ տարածքում գործադուլ եւ դասադուլ հայտարարելով։ Լիբանանում ապրող մեր հայրենակիցներն այս կերպ միացել են Երևանից մինչև Միացյալ Նահանգներ, Եվրոպայում եւ Ավստրալիայում կազմակերպվող բողոքի ցույցերին, որտեղ պետությունների եւ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրվում գրոհայիններին զինելու, ֆինանսավորելու եւ սիրիական տարածքներ ներխուժելու կազմակերպման գործում Թուրքիայի դերակատարության վրա։ Ի նշան բողոքի Լիբանանի հայաշատ շրջաններում ապրիլի 1-ին փակվել են խանութներ, ուսումնական հաստատությունները եւ ձեռնարկությունները։ Քեսաբահայերին աջակցող պաստառներով ցույց են դուրս եկել անգամ Լիբանանահայ վարժարանների աշակերտները։ Այսօր հրապարակվել է մարտի 28-ին Հայաստանի արտգործնախարարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակը Քեսաբում եւ շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ։ Այդ առնչությամբ Հայաստանը մասնավորապես հայտնել է իր խորը մտահոգությունը, հասանելի բոլոր վկայությունները եւ Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները առանց որևէ կասկածի իրականացրել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած Ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերը, գրել է Էդվարդ Նարբանդյանը։
Բոնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը։ Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսավի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցվածքին, արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների գորշ տեսարան։ Միայն մի քանի տարեց մարդ է մնացել քաղաքում, որոնք ի վիճակի չեն եղել հեռանալ։ Հայաստանը բազմաթիվ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, որոնք հայտնվել են ծայրահեղ խոցերի իրավիճակում եւ դարձել են առաջնային թիրախներ։ Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարեւոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկել հրատապ քայլեր ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար։ Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի։ Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց, ներառյալ հայերի ապահովությունը եւ անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար եւ ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն իրենց հրատապ կարիքները հոգալու համար։ Իսկ այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում։ Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպաններ, բուհի դասախոսներ եւ ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ եւ լրագրողներ։ Ռեկտոր Անատոլի Տորկանովը նշել է, որ ինստիտուտում տարիների ընթացքում սովորել եւ այսօր էլ սովորում եւ դասավանդում են բազմաթիվ հայեր եւ ընդգծել, որ իր ղեկավարած կրթօջախն ինչ որ իմաստով հանդիսանում է շուրջ 200 տարի առաջ Լազարյանների կողմից Մոսկվայում հիմնադրած Արևելյան լեզուների ինստիտուտի իրավահաջորդը։ Նա Էդվարդ Նալբանդյանին բնորոշել է որպես ՄԳԻՄՈ-ի լավագույն ուսանողներից մեկը, որը դիվանագիտական կարիերայի լուրջ ճանապարհ է անցել եւ այժմ զբաղեցնում է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը։ Ակադեմիկոս Տորկունովը Հայաստանի արտգործնախարարին պատվո դոկտորի կոչում շնորհելու մասին գիտական խորհրդի որոշման մասին ասել է, որ հաշվի են առել միջազգային համագործակցության զարգացման, խաղաղության, միջազգային անվտանգության ամրապնդման, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Էդվարդ Նալբանդյանի ակնառու ներդրումը։ Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ առաջնահերթությունները, Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունները, Միացյալ Նահանգների, Եվրամիության, հարևան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը։ Խոսել է նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղված հետևողական քայլերի մասին։ Ստեփանակերտում ողջունում են Արևելյան գործընկերության անդամ երկրների վերաբերյալ Եվրահանձնաժողովի նոր զեկույցը, որտեղ Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին չխոչընդոտել կազմակերպության ներկայացուցիչների անարգել մուտքը Ղարաբաղ եւ հարակից տարածքներ։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ այս կերպ Եվրամիությունն ավելի բացեիբաց է հայտարարում Արցախի հետ գործակցության վերաբերյալ իր շահագրգռության մասին։ Բաբայանը շեշտել է, որ Արցախի անկախությունն ստանալուց հետո եվրոպական երկրի որևէ քաղաքացի կամ եվրոպական որևէ կառույցի ներկայացուցիչ չի հանդիպել խոչընդոտների Արցախ այցելելու պարագայում, բացի Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելուց, ինչը մեղմ ասած տարօրինակ երբեմն նաև զավեշտալի է, նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Ուկրաինա աջ հատվածի առաջնորդ Դմիտրի Յարոշը, որը հավակնում է ընտրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, իր նախընտրական ծրագրում խոստանում է վերացնել ռուսաստանյան գործակալական ցանցը եւ Ուկրաինային վերադարձնել միջուկային կարգավիճակը։ Իսկ Ուկրաինայի իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր Associated Press-ի հետ հարցազրույցում Ղրիմի անջատումն Ուկրաինայից համարել է ողբերգություն, ինչի համար նա մեղադրել է Կիևի նոր իշխանությանը։ Միաժամանակ Մոսկվան արձագանքել է Ռուսաստանի հետ գործակցության դադարեցման վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշմանը։ Փոխարտգործնախարար Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ այդ որոշումից չի շահի ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Ռուսաստանը։ Դժվար չէ պատկերացնել, թե ով կշահի միջազգային եւ եվրոպական անվտանգության ուղղված Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համատեղ աշխատանքների դադարեցումից, մասնավորաբար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծովահենությունը, բնական եւ տեխնացին հարավիրքները։ Ցանկացած դեպքում դա ոչ Ռուսաստանը կլինի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, նշել է փոխարտգործնախարարը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրները արտգործնախարարների մակարդակով որոշում էին ընդունել Ռուսաստանի հետ քաղաքացիական եւ ռազմական ամեն տեսակի համագործակցություն դադարեցնելու մասին։
Հետևեք նաև միջազգային լրահոսի մյուս նորություններին, համառոտ շարքը կներկայացնի Լուսինե Կոշեցյանը։ Չիլիի ափերը շարունակում են ցնցվել հետերկրաշարժային ուժեղ հարվածներից։ Անցած գիշեր այդ երկրի խաղաղօվկիանոսյան ափերից ոչ հեռու տեղի էր ունեցել 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր օվկիանոսի 10 կիլոմետր խորության վրա։ Վերջին տվյալով զոհվել է 6 մարդ, կան վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ծովափնյա բնակավայրերից շտապ տարհանվել է 1 միլիոնից ավելի մարդ։ Երկրաշարժի հետևանքով քանդվել է Իկիկե քաղաքի կանանց բանտը, 300 կալանավորներ փախել են, նրանց այժմ որոնում է ոստիկանությունը։ Չիլիի երկու շրջաններ հայտարարվել են աղետի գոտի, հզոր երկրաշարժի ցնցումները զգացել են նաև Լատինական Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափի մոտ գտնվող մյուս երկրներում։ Հյուսիսային Կորեայում շուտով մահվան կդատապարտվեն 200-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանք հիմնականում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի վերջերս մահապատժի ենթարկված մորեղբոր կողմնակիցներն են։ Նույն կասկածով տեղական հատուկ ծառայությունների սև ցուցակում են հայտնվել նաև հազարավոր այլ մարդիկ։ Ենթադրվում է, որ զանգվածային մահապատիժը կիրականացվի հրապարակայնորեն, իսկ դատապարտված պաշտոնյաների ընտանիքների անդամները կարող են հայտնվել աշխատանքային ճամբարներում։ Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ինի մորեղբար Չան Սոնտեգը, որը համարվում էր երկրորդ ազդեցիկ մարդը երկրում, մեղադրվելով կոռուպցիայի, իշխանությանը չենթարկվելու եւ ցոփ ու շվայտ կյանք վարելու համար գնդակահարվել էր 2013-ի դեկտեմբերին։ Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախկին քաղաքացիական կինը Սեգոլեն Ռոյալը, որը նաև 2007 թվականին երկրի նախագահի պաշտոնի թեկնածու էր, նոր կառավարությունում ստացել է բնապահպանության նախարարի պորտֆելը։ Ֆրանսիայի նոր վարչապետ Մանուել Վալսի ձևավորած կաբինետը երկրի վերջին տասնամյակների պատմության մեջ ամենափոքրաթիվն է՝ 16 նախարար։ Նախկին կառավարության անդամներից իրենց աթոռներն են պահպանել արտգործնախարար Լորան Ֆաբիուսը եւ պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ Մանուել Վալսի վարչապետ դառնալուց հետո թափուր մնացած ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Օլանդի մտերիմներից Բեռնար Կազնյովը, որը նախկինում բյուջեի հարցով նախարար պատվիրակ էր։ Լուսինե Կոշեցյան, Առաջին ալիք։ Եվ վերադառնալով կրկին ներհայաստանյան թեմաներին, շարունակում են ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին նվիրված միջոցառումները։ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան, որ ավանդաբար այս հանդիսությունների ակտիվ մասնակիցն է, այս տարի եւս անմասն չի մնացել ֆրանկոֆոնիայի օրերին։ Բում հանդիսավորությամբ բացվել է Ֆրանսիան հայ երիտասարդ արվեստագետների աչքերով ցուցահանդեսը։ Ներկայացված են գեղանկարչական, քանդակագործական ու գրաֆիկական աշխատանքներ։ Լսենք Լուսինե Մկրտչյանին։ Ֆրանսիան հայի աչքերով այսպիսի խորագիր է կրում Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում բացված ցուցահանդեսը, որի մասնակիցները հենց իրենք բուհի ուսանողներն են։ Մոտ 2 տասնյակ գործեր՝ գեղանկարչություն, քանդակ եւ գրաֆիկա։ Շատ ուրախ եմ մասնակցել եմ ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի խորագիրը ինձ որպես նկարիչ տվեց շատ մեծ ազատություն Ֆրանսիան ձեր աչքերով, այսինքն բոլոր արվեստագետները, բոլոր ներկայացրած գործերը ունեն տարբեր մոտեցումներ։ Իմ համար Ֆրանսիան դա Էֆելյան աշտարակը չի, ինչ որ հայտնի կամարներ եւ այլն փողոցներ, իմ համար դա այն լեգենդներն են, որը եկել է դեռ միջնադարից։ Գրիգորյան Ստելան էլ ցուցահանդեսին ներկայացել է բրոնզաձուլ քանդակներով, պայմանական կերպարներ, կնոջ եւ ակլորի համադրությամբ։ Երիտասարդ քանդակագործի մտապատկերում Ֆրանսիան ռոմանտիզմի շունչով պարուրված թեթևներ շնչանք է, ինչը չես ասի Հայաստանի համար, այստեղ ավելի խորը պետք է մտածել։ Ֆրանսիան ցանկացած նկարչի, քանդակագործի, դիզայների հետարժող թեմա է, բոլորին ցկում է, կանչում է, թեկուզ չտեսած։ Երազների հետ կապված քաղաք է իմ կարծիքով Ֆրանսիա։ Ցուցահանդեսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակում է եւ կազմակերպվում է գրեթե ամեն տարի։ Բացի այդ, բուհի միջազգային կապերը հնարավորություն են ընձեռել Գեղարվեստի ակադեմիայի սաներին կրթական ծրագրերով մեկնել եւ ստեղծագործել նաեւ Ֆրանսիայում, որը բուհի ռեկտորի գնահատմամբ արվեստագետի համար անսպառ արարման աղբյուր է։ Այն ինչ որ կապարվում է Հայաստանում այսօր ֆրանկոֆոնիայի սահմաններում, մենք ուրախ ենք, որ մենք էլ մասնակցում ենք դրան, մասնակիցն ենք եւ ամենաուրախալին իհարկե նա է, որ մասնակիցները ուսանողներ են։ Յուրաքանչյուր ուսանող իր գաղափարներում ունի Ֆրանսիային բնորոշ պատկերներ։ Ցուցահանդեսի թեման սկզբում փոքրինչ չփոթեցրել, ապա ոգեշնչել է ուսանողներին եւ տվել ստեղծագործելու ազատություն։ Ուսանողներին
ներգրավելը ճիշտ է նման կազմակերպությունների նման միջոցառումներին։ Իհարկե ուսանողներն ակնկալում են մրցանակներ, դա էլ է շատ բնական, բայց այս անգամ բաց թողում եղավ, սա ճիշտ ասած ընդհանուր ֆրանկոֆոնիայի շրջանակներից, հուսամ, որ մյուս տարի նման բաց թողում չի լինի եւ մենք անպայման ամեն ինչ պետք է անենք, որ լինի մրցույթային ձևով եւ շահագրգռվածություն լինի նաեւ ուսանողի մեջ։ Ֆրանսիան հայի աչքերով ցուցահանդեսի դռները բաց են բոլորի առաջ, այն կտևի մինչև ապրիլի 10-ը։ Լուսինե Մկրտչյան, Հովանես Քյոսեյան, Առաջին ալիք։ Պաշտպանության նախարարության համալիրում Մայրության եւ Գեղեցկության օրվան ընթരാճ Սեյրան Օհանյանն այսօր հյուրընկալել է զինծառայող կանանց եւ բազմազավակ մայրերին, որոնց որդիները ծառայում են հայկական բանակում։ Պաշտպանության նախարարը մայրերի հետ հանդիպանը նշել է, որ հայ կնոջ դերը առանձնահատուկ է հայկական բանակի կազմավորման ընթացքում։ Նախարար Օհանյանը շնորհավորելով բոլոր կանանց ապրիլի 7-ի կապակցությամբ նաեւ անակնկալ է մատուցել ներկայգտնվող զինվորների մայրերին, որոնց զավակներն ի դեպ եւս ներկայ են եղել հանդիպմանը։ Այս մեծարմանը ներկա են նաև ձեր զավակները, որոնց իհարկե բոլորին խրախուսելու եւ ձեզ էլ խրախուսելու հետ մեկտեղ մենք կխրախուսենք ձեր զավակներին, ամենալավ խրախուսման միջոցը այսօր մեր զինծառայողների համար երևի թե արձակուրդն է եւ իհարկե մենք 10 օրյա արձակուրդ կտրամադրենք, որպեսզի այս օրերին նրանք լինեն իրենց ծնողների, իրենց մայրերի հետ։ Կինն այսօր բանակում ռազմական բժիշկ է, կապավոր է, պլանշետավար եւ նաեւ զարկերակ, որի բաբախի թուլացումը կարող է զինուժի համընդհանուր թուլացման հասցնել։ Եվ իզուր չէ, որ այսօր կինը նմանատիպ սիրո եւ հարգանքի է արժանացել։ Հարաբերությունում նորից տեղումներ են սպասվում։ Վաղը օրվա երկրորդ կեսին եւ 4-ի գիշերը հարաբերության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է բաց ձյուն։ Ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք եւ ցածր տեսանելիություն։ Ապրիլի 5-ին եւ 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ից 3-ը կնվազի 3-ից 5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա։ Իսկ թե որքան վնաս է հասցրել անցած օրերի եղանակը Արմավիրի մարզում, այսօր փորձել են պարզել փոխվարչապետը, գյուղատնտեսության նախարարն ու մարզի ղեկավարը։ Արմավիրում տեղի ունեցած խորհրդակցությանը բարձրացվել են պետության կողմից աջակցությանը վարկային պարտավորությունները մեղմելուն, առավել մատչելի ոռոգման ջրով, անհրաժեշտ սերմացուով ապահովելուն վերաբերող հարցեր։ Նշվել է, որ մարզի գյուղացիական տնտեսությունների մի մասն արդեն երկրորդ տարին է, ինչ զգալի վնասներ է կրում։ Ուստի համայնքապետերի կողմից առաջարկվել է այդ տնտեսությունների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել։ Կպատմի Հայկուշ Ասլանյանը։ Չնայած նախարարքամուն միասնիկյանցի հողագործները հասցրել էին ծխեցնել իրենց այգիները, բայց այն ինչին ականատես եղան ձնհալից հետո հերթական անգամ ապացուցեց, որ չի կարող որևէ ավանդական մեթոդ այգին պաշտպանել ցրտից։ Սա խաշված, ծիրանը չկա մեջար։ Ինչպես օգնել աղետից տուժած գյուղացուն, ինչ հնարավոր միջոցներով մեղմել նրա վնասը։ Այս եւ այլ հարցեր տեղում ճշտելու նպատակով Արմավիրի մարզում էին փոխվարչապետն ու գյուղնախարարը։ Միասնիկյանում հանդիպելով համայնքների ղեկավարների հետ պաշտոնյաները հենց նրանցից էլ տեղեկացան այն խնդիրներին, որոնք ծառացել էին ցրտահարությունից հետո։ Գումար է պետք։ Գումար։ Հիմա ես ծախսերը դրել եմ, սրա վրա աշխատի ինքը ծախսերս փագի, ես ծախս չունիմ, որ ես փագեմ։ Մայիսյան կարկուտից տուժած եւ հերթական անգամ այգիները կորցրած գյուղացիական տնտեսությունների նկատմամբ կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք կդրսևորի, թե ինչ կերպ պարզ կդառնա վարչապետի հետ քննարկելուց հետո։ Իսկ նրանք, որ այգեգործությանը զուգահեռ նաեւ բանջարեղենի մշակությամբ են զբաղվում, սերմացու կստանան։ Այն այգետերերը, այգիներ ունեցողները, որոնք ունեն վարելահողեր կամ հնարավորություն են ուրեմն արենդայով հողեր վերցնելու, այդ դեպքում մենք իրենց սերմերով կապահովենք։ Մենք հիմա հավաքագրում ենք ամբողջ սերմերի պահանջած հատկապես բանջարբոստանային կուլտուրաների, որպեսզի իրենք եկամուտ ունենան։ Բոլոր միջոցները գործադրվելու են սինթետիկ թաղանթների տակ գտնվող քիչ թե շատ փրկված ծածիլները վերականգնելու ուղղությամբ։ Միջոցներ են ձեռնարկվում նաև չօգտագործվող վարելահողերը մատչելի պայմաններով տուժած գյուղացիներին տրամադրելու համար։ Ովքեր մեծ հողատարածքներ ունեն եւ չեն մշակում, ես խնդիր եմ դրել, որպեսզի նրանց հետ համապատասխան ուրեմն աշխատանքներ տարվի, խոսեն, պայմանավորվեն, որ այս տարի այդ տարածքները տրամադրվի գյուղի ժողովրդին։
Համայնքների ղեկավարները նաև բարձրորակ սերմացուի, լրացուցիչ դիզվառելիքի եւ պարարտանյութի պահանջ ներկայացրեցին։ Ոռոգման ջուրը, որի մատակարարումը շատ հաճախ կախված է ջոյերի ղեկավարների կամայականություններից, եւս ուշադրության արժանացավ։ Համապատասխան օղակներին հանձնարարվեց մշտադիտարկման տակ առնել խնդիրը։ Աղետից տուժած տնտեսությունների առջև ծառացած հարցերի թեժ տասնյակը սակայն գլխավորում էին վարկերը։ Այս բայդրությամբ երկու բլոկ խնդիրներ կա, որ անհանգստությունը սրվածն է։ Դա մեկը ֆինանսական պարտավորությունները, որոնք գյուղացիները ստանձնել են կազմակերպությունների առջև, բանկային եւ վարկային, եւ երկրորդը ինչ քայլեր պետք է ձեռնարկվի օժանդակության, որպեսզի այգիները շարունակեն աշխատել եւ մյուս տարի կարողանան բերք տալ։ Սրտահարության հասցրած վնասի վերջնական արդյունքները պարզ կդառնան մեկ շաբաթից։ Ըստ այդմ էլ կառավարությունում կորոշվի աջակցության չափն ու տեսակը։ Հայկ Շասանյան, Հովանես Մկրտչյան, Առաջին ալիք։ Օրերս Տավուշի մարզի Կոթիի միջնակարգ դպրոցի հյուրերն էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկու ընկերությունների ներկայացուցիչները, որոնք սահմանամերձ համայնք էին այցելել դպրոցականների համար հաճելի անակնկալով։ Սահմանամերձ գյուղի աշակերտները ստացել են 20 ARM-TAB հայկական պլանշետներ, 5 համակարգիչներ, ինչպես նաև ռոբոտաշինական սարքեր։ Տավուշի մարզից պատմում է Գայանե Թամամյանը։ Քիչ է ասել, հաճելի անակնկալ էր մեզանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկու ընկերությունների այցը սահմանային Կոթի գյուղի միջնակարգ դպրոց։ ARM-TAB Technologies եւ Instigate Design ընկերությունների նախաձեռնությունը տոնի վերածեց աշակերտների սովորական օրը։ Թեև պլանշետների հայրենական արտադրությունը դեռ չի մեկնարկել, սակայն ARM-TAB-ը հատուկ Կոթիի դպրոցի բարձր դասարանցիների համար նվեր էր պատրաստել պլանշետներ իր ռազմավարական գործընկերոջ Instigate-ի մշակած հայկական օպերացիոն համակարգով։ Մեր արտադրամասը դեռ ուրեմն շինարարական աշխատանքների մեջ է։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում մեր կազմակերպության ինժեներները ձեռքով հավաքեցին այս 20 ուրեմն ARM-TAB պլանշետները, որպեսզի մենք այսօր գանք այստեղ անենք մեր նվիրատվությունը։ Ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանի խոսքով արտադրությունը ձեռնարկելիս խոստացել են արտադրանքի 2%-ը ուղղել հանրապետության կրթօջախների համար բարեգործությանը։ Առաջինը սկսել են Կոթիից, ոչ պատահական։ Մենք ծանոթացանք Կոթի գյուղի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանին հայկյան մրցանակավարժության ժամանակ, երբ որ նա ուրեմն հաղթող ճանաչվեց եւ մրցանակ ստացավ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Մենք զրուցեցինք նրա հետ, որոշեցինք, որ Կոթի գյուղը արժանի այսօր մեր այս բարեգործական ծրագրի առաջինը լինելու։ Ոգևորված էին եւ ուսուցիչները եւ հատկապես դպրոցականները, խոստովանում էին, որ առաջին անգամն են ձեռքն առնում պլանշետը։ Հեռուստացույցով տեսել ենք, շատ ենք տեսել պլանշետներ, ARM-TAB-ը մեզ այդ հնարավորությունն ընձեռնել է, որպեսզի կարողանանք օգտագործել։ Instigate ընկերության նվերն էլ հենց այն էր, ինչին այստեղ երկար են սպասել։ Կրթօջախը չուներ ֆիզիկայի լաբորատոր, ոչ մի սարքավորում։ Առաջին անհրաժեշտ սարքերը արդեն դասասենյակում էին, բայց սա ամենը չէր։ Instigate-ի տնօրենը ներկայացրեց իրենց արտադրանքը, ամբողջ Նաիրի լաբորատորիան եւ դպրոցի համար նախատեսված համալիր գործընթացի փուլերը։ Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցի ծրագրի շրջանակում։ Նպատակն այն է, որ 3 տարվա ընթացքում բոլոր Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցները արդեն համալրված լինեն Նաիրի լաբորատորիաներով եւ ռոբոտաշինության խմբակներով։ Սկզբի համար դպրոցը ստացավ ծրագրային համակարգիչներ, հետո կվերապատրաստվեն խմբակավարներ, իսկ մի քանի ամիս անց, եթե ամեն ինչ ընթանա նախատեսված հունով, երեխաները ռոբոտաշինության առաջին քայլերը կանեն։ Երեխաները այսպեսով կարող են իրենց երևակայության արդյունքում ստեղծել իրանց սեփական ռոբոտները, սեփական 3D մոդելներով սարքած, սեփական շարիչներով, այդ ամեն ինչը հիմնված կլինի հայկական տեխնոլոգիաների վրա։ Աշակերտները աշխույժ հետաքրքրությամբ հետևեցին նաև փոքրիկ ռոբոտի թռիչքներին։ Դպրոցի տնօրենի խոսքով այս գրավիչ նորույթները նորազդակ կլինեն բոլորի համար։ Երեխեք ավելի կողոքևորվեն, ուսման նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ կլինի, եւ ուսուցիչները հեշտ կլինեն բնագիտական առարկաների, լաբորատոր սարքավորումներով փորձեր անելու համար։ Նախաձեռնության հեղինակների խոսքով մեր երկրի առաջնահերթություններից հռչակված բարձր տեխնոլոգիաների զարգացման գործընթացում պետք է ընդլայնել մարզերի ներգրավվածությունը։ Անպայման չի կենտրոնացնել ամեն ինչ Երևանում, այսինքն աշխատատեղեր կստեղծվեն նաև բոլոր շրջաններում։ Գայանե Թամամյան, Առաջին ալիք։
Ապրիլի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։ Այդ կապակցությամբ աուտիզմ ազգային հիմնադրամը առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ քայլարշավ է կազմակերպել, որին մասնակցել են հենց աուտիզմ ունեցող երեխաները։ Օրվա խորհուրդը աուտիզմ ունեցող երեխաների հասարակության լիիրավ անդամ դառնալը եւ նրանց սոցիալական ներգրավվածությունը խթանելն է, ինչպես նաեւ այդ ճանապարհին խոչընդոտների աստիճանական վերացումը։ 7 երկրից երկինց վեր, 7 սարերից վեր, կան մի աշխարհ հեքիաթ։ Աուտիզմ ունեցող երեխաներին նաև հրեշտակներ են անվանում։ Հանրապետության առաջին տիկնոջ գրած երգը հենց այդ հրեշտակների ու նրանց մոլորակի մասին է։ Ազատության հրապարակում այսօր կայացավ երգի պրեմիերան։ Իմ կարծիքով աուտիզմը դա հիվանդություն չէ։ Դա ապրելակերպ է, հոգու տեսակ է, ու եթե մենք այդքան հասկանալով այդ ջարդենք այն պատը, որ մեզ այդ երեխաներից տարանջատում է, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ։ Ահա թե ինչու այլևս չի կիրառվում աուտիզմով տառապել արտահայտությունը, որովհետև որոշ մասնագետների կարծիքով դա հոգեվիճակ է, ոմանց մեկնաբանմամբ ապրելակերպ, ոմանք էլ այն դեռ չբացահայտված առեղծված են անվանում։ Աստծո հրեշտակ, այսպես է կոչվում երգը, որը հանրապետության առաջին տիկինը նվիրում է բոլոր աուտիկ երեխաներին ու փորձում երգի միջոցով բացահայտել նրանց երաժշտական կերպարը։ Որտեղ աուտիկ երեխաները կոչվում են Աստծո հրեշտակներ։ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը Երևանում սկսվեց քայլերթով քաղաքապետարանից դեպի կառավարություն, ապա հյուսիսային պողոտայով դեպի Ազատության հրապարակ։ 2012-ին այս օրը մեր երկրում նշանավորվել է կառավարության որոշմամբ աուտիզմ ազգային հիմնադրամի ստեղծումով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Ողջ տարածաշրջանում աուտիզմ ունեցող երեխաների ամենամեծ խնդիրներից է դպրոցի բացակայությունը կամ դրա փոքր լինելը։ Հայաստանում խնդրի լուծումն ընթացքի մեջ է։ Աուտիզմով խնդիրները շատ էին, 10 տարի շարունակ տարբեր դռներ ենք թակել մի քանի հասարակական կազմակերպություններով, ծնողական կազմակերպություններով երեխաների, բայց 3 տարի առաջ այնպես ստացվեց, որ առաջին տիկինը հանրապետության այցելեց մեր դպրոց եւ իրոք չկարողացավ անտարբեր անցնի երեխաների ճակատագրի կողքով եւ այդ օրվանից սկսվեցին մեր հաջողությունները։ Սարյան 20 հասցեում գործող աուտիզմով երեխաների համար նախատեսված դպրոցը, որն սկսել է աշխատել 6 երեխայով եւ 2 սենյակում, շատ շուտով կփոխարինվի Գյուրջան 13 հասցեում կառուցվող միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցով, որն անհամեմատ ավելի շատ երեխա կկարողանա հյուրընկալել, քան ներկայիս դպրոցը։ Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ եւ զարգացման այլ խնդիրներ ունեցող անձանց եւ նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց կրթության եւ զբաղվածության համար, ապահովել աուտիզմով անձանց մասնագիտական կրթություն ստանալը եւ նրանց սոցիալական ադապտացիան։ Պետությունը ֆինանսավորել է հիմնականում այդ նոր դպրոցի վերանորոգման աշխատանքները, մի փոքր մնացել է, որով եւ զբաղվում է մեր հիմնադրամի նախագահը։ Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որն ազդում է ուղեղի բնականոն աշխատանքի վրա եւ խոչընդոտում հաղորդակցության հմտությունների զարգացմանը։ Սա մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք նման խնդրով մարդը կարող է հետագայում հասարակության լիարժեք անդամ դառնալ։ Պատասխանը միանշանակ է՝ այո։ Նման խնդրով մարդիկ ջերմության ու սիրով շրջապատված լինելու պարագայում ճիշտ մասնագետների օգնությամբ խնդիրը հաղթահարում են նույնիսկ այնքանով, որ հետագայում գիտնականներ կամ արվեստի գործիչներ կարող են դառնալ։ Ռուզաննա Վարդերեսյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք։ Իդեպ տեղեկացնեմ, որ օրվա կապակցությամբ Հայաստանն այս տարի առաջին անգամ միացել է Կապույտ լույս վառենք միջազգային նախաձեռնությանը, որի նպատակն է գրավել հասարակության ուշադրությունը աուտիզմի խնդրին։ Այդ շրջանակում աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր շենքեր եւ կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով։ Մայրաքաղաքում այսօր կապույտ գույնով կլուսավորվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Երեխաների զարգացման միջազգային կենտրոն այցելած Ռայլ Ֆիրիկյանն ասել է, որ աուտիզմով երեխաներին ֆինանսապես աջակցելը նվազագույնն է, որ կարելի է անել նրանց ու նրանց ընտանիքների համար։ Դժվարին ու պատասխանատու գործը ծնողներին ու այդ երեխաների հետ աշխատող մասնագետներին է։
Հիշեցնեմ, որ հյուրասել MTS-ի հովանավորությամբ 30 երեխա անվճար հաճախում է երեխաների զարգացման միջազգային կենտրոն։ Կենտրոն հաճախած եւ հաճախող երեխաների ծնողները վկայում են, որ երեխաները մասնագետների շնորհիվ խնդիրն արագորեն հաղթահարում են ու հարմարվում միջավայրին։ Նրանցից շատերն արդեն հաճախում են Հանրակրթական դպրոց շրջապատի վերաբերմունքից այս երեխաների կյանքում շատ բան կարող է փոխվել։ Նրանք առավել քան իրենց հասակակիցները ունեն ուշադրության կարիք։ Եթե ունեն պրոբլեմով երեխա, կարիքավոր երեխա, դա չթաքցնեն, գիտակցեն, որ դրանց օգնել է պետք, ոչ թե թաքցնել։ Ինչը կատարվել է իմ երեխայի հետ։ Բայց 4 տարեկանից մենք արդեն դիմել ենք մասնագետներին, շնորհակալություն բոլոր մասնագետներին, համբերություն մայրիկներ, հայրիկներ, եղեք ձեր ընտանիքի կողքը, օգնեք իրենց, որովհետև երեխաները ձեր կարիքը շատ են զգում։ Հաղթահարվել է բավականաչափ շնորհիվ վարքային թերապիստների, որոնք այս կենտրոնից տրամադրվում են, որոնք ցանկացած երեխայի հետ խնդիր ունեցող 126 դպրոցի հետ համագործակցելով բնականաբար դասարանում ներկա են ու երեխայի վարքը փորձում են կարգավորել։ Մենք որոշ դժվարություններ էինք ունենում, երբ որ փորձում էինք սոցիալիզացիայի ծրագիր իրականացնել մեր կենտրոնի սաների հետ, բայց երկարատև աշխատանքի արդյունքում մեծ փոփոխություն կա այս 8 տարիների ընթացքում։ Մարդիկ դառել են ավելի հանդուրժող, ավելի աջակցող, օգնող։ Առմեթելընկերության գլխավոր տնօրենն iPhone 5S սմարթֆոն է նվիրել առաջին հաճախորդին, որը Beeline-ի բաժանորդ է դարձել MNP ծառայության միջոցով։ Բալահովիտի բնակիչ Զորիկ Սողոմոնյանը, որը 2014 թվականի ապրիլի 1-ին դիմել է Աբովյանի Beeline գրասենյակ, երկու բջջային հեռախոսահամարները Beeline ցանց տեղափոխելու խնդրանքով դարձել է սմարթֆոնի երջանիկ սեփականատերը։ Ընդհանուր առմամբ MNP ծառայության գործարկման առաջին օրը Առմենտել ընկերության ստացել է Beeline ցանց տեղափոխելու 66 հայ։ Նշենք, որ այն բաժանորդներն, ովքեր անցում կկատարեն Beeline ցանց մինչև ապրիլի 30-ը, յուրաքանչյուր ամիս 3 ամսվա ընթացքում կստանան բոնուս 70 րոպե անվճար զանգեր կատարելու իրավունք դեպի բոլոր բջջային ցանցեր։ Խոստանում եմ, մեր բաժանորդների վստահությունը պարզ եւ հարմար Beeline ծառայությունների հանդեպ չի նվազի, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ մեր բաժանորդների գոհունակությունը պահպանելու եւ ավելիին հասնելու համար։ Եվ կրկին կեսաբահության մասին, կեսաբահությանը զորակցելու հերթական նախաձեռնությունը Գյումրիում։ Այսօր հայ եկեղեցու Շիրակի թեմի երիտասարդաց միությունը ժամերգության եւ միասնական աղոթքի են հրավիրել բոլոր գյումրեցիներին կոչ անել սփյուռքահայ գոտեպնդվել եւ համախմբվել։ Գյումրիի 7 վերք եկեղեցում երիտասարդներն աղոթք են հղել առ Աստված պատերազմական դրության հետևանքով բոլոր զոհերի հոգիների հոգեհանգստյան համար։ Գյումրեցի երիտասարդները նաեւ կոչ են արել միջազգային հանրությանը աչք չփակել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ։ Հալեբահայությունը, դամասկահայությունը եւ նաեւ Քեսաբի մեր սիրելի ժողովուրդը, որ մեզ պարգևել է նաեւ ամենայն հայոց կաթողիկոս Երջանկայիշադակ Գարեգին առաջին վեհապար հայրապետը քեսապցի էր եւ հետեւաբար մեր ցանկությունն է, որ այդ գյուղը մնա եւ շարունակի գոյատևել իբրև նշխար Կիլիգյան Հայաստանից։ Մեր աղոթքները միասնական բարձրացնենք Աստված, որովհետեւ Աստծո օգնությամբ, Աստծո զորությամբ շուտ վերադառնան իրենց տները։ Ամենակիչը, ինչ մեզանից անցնում է հիմա, դա մասնակցելն ընդհանրական աղոթքին։ Մեզանից անցնում է ցավալ նրանց համար եւ ամեն ինչ անել, որպեսզի գոնե մի փոքր նրանց ցավը նաեւ մենք կիսենք։ Կեսաբի հայերին օգնելու նպատակով այսօր նաև բարեգործական համերգ է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կամերային երաժշտության տանը կայացած համերգի ընթացքում տեղադրվել են հանգանակության համար նախատեսված արկղեր։ Համերգային ծրագրին հիմնականում կոնսերվատորիայի սաներն են հանդես եկել կոմիտասյան կատարումներով։ Հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է Կեսաբի հայերին։ Երևանի պետական, տնտեսագիտական, Բրյուսովի անվան լեզվաբանական, բժշկական համալսարանների եւ այլ պետական բուհերի ուսանողները հանգանակել են ավելի քան 6 միլիոն դրամ։
Առանձնահատուկ ծրագրերից է, երբ որևէ քաղաքական շեշտադրում չկա։ Միայն ու միայն մարդասիրական շեշտադրում է, միայն ու միայն համախմբման շեշտադրում է, եւ ես կրկնակի ուրախ եմ, որ հենց երիտասարդներից է եկել այս ցանկությունը։ Գրեթե մեկ ամիս ապրիլի 5-ից մինչև մայիսի 3-ը Հայաստանի ու Արցախի 77 մանկական երգչախմբեր կմասնակցեն Երկող Հայաստան հանրապետական 7-րդ մրցույթին, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին։ Մրցույթային երկու փուլերի ընթացքում ժյուրին կընտրի լավագույններին, որոնց համար սահմանված են առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակներ, տարբեր անվանակարգերում։ Կազմկոմիտեին մտահոգում է այն հանգամանքը, որ մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 10-ով։ Բացի այդ, մարզային շատ խմբեր հրաշալի երաժշտական ներուժով հանդերձ ունեն պրոֆեսիոնալ խմբավարների խնդիր։ Մրցույթի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Ղազարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Կոմիտասի մանկական խմբերգերի ժողովածու։ Նորություններից մեկն էլ Կոմիտասի ստեղծագործությունների պարտադիր կատարումն է, որով կազմկոմիտեն անհամեմատ բարձրացրել է կատարողական արվեստին ներկայացվող պահանջների նշաձողը։ Կոմիտաս երգելը դժվար է։ Սա ասում են բոլոր խմբավարները եւ ճիշտ են ասում։ Ես ուղղակի ուզում եմ մի փոքր բացահայտել, որ բարդ է ոչ թե տեխնիկական առումով, որովհետև Կոմիտասը գրում է շատ հարմար, շատ երգեցիկ, շատ բնական, եւ սա Կոմիտասի երգչախումբ լավ իմանալու պատճառն է, հետևանքն է, նա շատ լավ ինքը խմբավար է եղել եւ շատ լավ գիտի այս գործիքը։ Բայց բարդ է, որովհետև պետք է շատ լինես հայ, պիտի լինես հայեցի, եւ այն, որ մենք այսօր եւ նույնիսկ շատ լուրջ ոչ միայն մանկական երգչախմբեր, մեծերի երգչախմբեր դժվարանում են երգել եւ ճիշտ եւ լավ երգել, դրա պատճառն այն է, որ մենք կորցրել ենք մեր ինքնությունը, մենք հեռացել ենք մեր էությունից, մենք շատ ենք հեռացել մեր հայությունից։ Եթե չասեմ 1 տարի, գոնե 9-8 ամիս առաջ արդեն կարողացել ենք համատեղ մեր այն խմբավարների հետ, որոնք գործ ունեն մանկական երգչախմբերի հետ, շեշտը դնելով հայ փոքրիկ երգիչների երաժշտական ղեկավար պրոֆեսոր Տիգրան Հեքիքյանի վրա, կազմեցինք, ընտրություն կատարեցինք Կոմիտասի մանկական երգերից, որպեսզի յուրաքանչյուր երգչախումբ պարտադիր մի ստեղծագործություն երգի Կոմիտաս։ Դրանով հանդերձ մենք նաև մի փոքր բարձրացրինք այսպես գեղարվեստական կատարողական խնդիրը, որը դրել էինք։